Ժորժան, կենտրոնում ապրող մարդիկ կան, ու շատ մարդիկ կան, հա, որոնք իրենց տները ստացել են իրենց ծնողներից, իրենց տատիկ պապիկներից, հայրական տանն են ապրում, հիմա իշխանությունը ինչ ասում, ասում է դուք էլ պետքա բարձր գույքահարկ վճարեք։ Այն հարուստներն էլ, որ եկել են մի 10-15 տուն են առել կենտրոնում, իրանք էլ նույն գույքահարկ պետքա վճարեն, նույն չափով, հա։ Հիմա սա ինչ է նշանակում, սա սոցիալական արդարություն է, թե անարդարություն է։ Կամ ասում է իշխանությունը դրա հետ կապված է պատասխան ունի, ասում է չես կարողանում վճարես, խի պետք է հայրական տան մեջ ապրես կենտրոնում, վաճառի գնա ուրիշ տեղ, էժան ավելի տեղ ապրի, բայց դա արդար է։ Կամ ով ասել, որ իշխանությունը պետք է որոշի, հա, իշխանությունը պետք է որոշի, մարդը իր հայրական տան մեջ կարա ապրի, թե չի կարա։ Այսպես անարդարություններ կա։ Ինչի պետք է մարդը, ով որ ապրում է, գոյատևում է, չգիտեմ, առօրյա աշխատանք է անում եւ ծերը ծերին հասցնում է, բայց ուզում է իր հայրական տան մեջ ապրի, պետք է նույն չափով բարձր գլխից դուրս գույքահարկ վճարի, ինչ են, գիտեք, այն հարուստները, որ պետական պաշտոններ են ունեցել, իրանց պաշտոնները չարաշահել են, 20-30 հատ կենտրոնում գույք են առել, իրանք էլ պետք է նույնը վճարեն, այդ գույքը վերցրեք այդ մարկանցից, թալանը, որ խոստանում եք, որ պետք է հետ բերեք, ու ժողովրդին տվեք, ժողովրդի հոգսերը թեթևացրեք, թոշակները բարձրացրեք, աշխատավարձները նվազագույն, ընկելեք սովորական մարդկանց իրանց հայրական տներից, ուզում եք հանեք, ինչա որ են հարուստները իրանց 20-30 գույքը տենց հանգիստ վայելեն։ Անարդար է, ինչ եք դուք կարծում, Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու սա անարդար որոշում է։ Չի կարելի նման ձևով մոտիկանալ մեր քաղաքացիներին։ Գրեք մեկնաբանություններում, տարածեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմ էջին։